Մերձավանի զինված հարձակումից 2 օր անց կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել ու հարցաքննվել։ Քննչական կոմիտեից էպիկենտրոնին ասացին, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։ Առ այս պահը մեղադրյալի աթոռին որևէ մեկը չկա, կասկածյալների անուններ էլ չեն շրջանառվում։ Դեպքի վայրում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ քննչական գործողություններն ավարտվել են։ Էպիկենտրոնը ֆիքսեց, իրավապահների հսկողությունը շարունակվում է։ Փարաքարի համայնքապետարանի դիմաց դրոշը դեռ խոնարհված է, ճանապարհներին էլ սև ժապավեններն են, բոլորիս համայնքապետը գրությամբ։ Ինքը որպես մարդ շատ ընտիր մարդ էր ու ամեն ինչ այս ընթացքում այս փոքր ժամանակում ամեն ինչ արել է։ Իրա մասին ոչ մի վատ բան մենք չենք լսել երբեք, ոչ մի վատ բան։ Շատ խելացի, լավ ընտանիք ուներ, ոչ մի վատ բան մենք չենք տեսել ընդհանրապես։ Նախորդ օրվանից շրջանառվող վարկածներից մեկը վենդետան է։ Այս դեպքը կապում են փետրվարին նույն համայնքում հնչած ու մի երիտասարդի կյանք խլած միջադեպի հետ։ Մյուսը քաղաքական դրդապատճառն է։ Գրիգորյանը ընդդիմադիր համայնքապետ էր։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը լրագրողների հետ կարճ զրույցում այս վարկածը բացառեց։ Քաղաքական պատվեր չի, կպարզվի, մեղավորները պատասխան կտան։ Բայց քաղաքական պատվեր չի։ Հնարավոր էր կանխել այս ողբերգությունը։ Գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Իսկ գուցե թերացողներ են եղել։ Արդարադատության նախարարն ասում է, բոլոր հարցերի պատասխանները նախաքննությունը կտա։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք։ Մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Իսկ սրանք համայնքապետի աշխատանքային վերջին օրվա կադրերն են։ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին շնորհակալագրեր հանձնել։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։